Ինչ ես արել պապային, ուր է պապան, հա? Ո՞ր պապային խաղել է։ Կարող է ուղի տակա պապան, ո՞ր պապան։ Ուրա ձեր պապան։ Հալապիմ, սալապիմ, քշում եմ չարքերին։ Աղլստելու գումարը չեք տվել։ Սենց մի երկու անգամ ես առային խանհեն, ավտոյիս եկամուտը, դզվում։ Ես երջանիկն եմ։ Ես էլ էի երջանիկ մինչև սրանց հանդիպելը։ Ինչ ես սենց ագրեսիվ, թե քեզ ինչ-որ հատուկ առիթ ապել։ Ես հիմա բարի եմ, դու ինձ նկատաղած չես տեսում։ Ես եմ էստան տղամարդը։ Ես եմ որոշում, թե ով պիտի էստան ապրի, հատկապես եթե նրա անունը ընկեր է։ Ապրես Փեսա ջան։ Դեջիջիլ Դեջիջիլի հովանավորներն են։ Imperator Law Firm։ Իմպերատոր Բոնապարտ։ Ինչով կարող եմ օգնել։ Վաթերլոյի պարտությունից հետո ուզում են աքսորել ինձ, կարող եք պաշտպանել։ Իմպերատոր Law Firm իրավաբանական ցանկացած խորհրդատվությունից մինչև ձեր շահերի պաշտպանություն։ Շնորհակալություն փայլուն աշխատանքի համար։ Մենք կփոխենք պատմությունը։ Իօգուտ ձեզ։ Հուսիկ, այսօր քո փիսիկը զբաղված էր, ուտելու բան չի պատրաստել։ Աչքս լուս, բա ինչ ենք ուտելու։ Ոչինչ, Vivaldi Catering կպատվիրենք 6 appetizer-ով հավի ու տավարի անուշահամ քաբաբ, հավի ու խոզի ախորժելի խորոված։ Քանի որ կան նոր ընտանեկան փաթեթ 5 հոգու համար, ընդամենը $150։ Փիսիկը հուսիկը գոհա։ Ինձանից։ Չէ, Vivaldi Catering-ից։ 707-771-77-71։ Դու գոհ եք այս մանկապարտեզից։ Այո, շատ գոհ եմ, հատկապես ծնունդից։ Այո, իհարկե, շատ։ Տալիկս միշտ ուրախ է գալիս տուն։ Որ գոհ չլինեի կժպտայի։ After school ունի եւ շատ ուրախ ենք, որ դասերը պատրաստած արդեն գալիս են տուն։ Լավագույն գովազդը ծնողի շնորհակալություն։ Racing Star Childcare մանկապարտեզ։ Լյութո, այս ընկերատուրը։ Ում էլ այդ օրը գցեին, բնականաբար մեր հետ սեղան չէր նստի։ Լավ, մեծ բան չեն կորցրել։ Համաձայն եմ։ Բայց ինչի եք լուր նստել։ Մի կենաց ասեք, երջոր չձանձրանա։ Լավ։ Որ ձեն չեք հանում, ես կասեմ։ Որ խնդրեմ այդ լոլիկը կփոխանցես Կարմիր։ Ես պետքա դու էլ վերցրու։ Բայց ես պարզապես խնդրում եմ, դա կուլտուրայի հարց է։ Կուլտուրայից խնդրում եմ անձամբ դու չխոսես։ Լուցիկ, ես քեզ չեմ հասկանում, ինչ ես քեզ սենց պահում։ Լավ է բան։ Ձեր չսկսած կռիվը քաղցրով կտրեմ։ Երջոտ ջան, քո ոտը խերով լինի, նպատակներդ էլ հերանեկարային։ Բարով ես եկել մեր մեծ ու համերաշխ ընտանիք։ Իմացի, որ սրանից հետո քո առաջ մեր տան դռները միշտ բաց են։ Վերջ, վաճառեցի։ Վաճառից։ Երևի մեքենան է վաճառել, վաղուց ուզում էր նորն առներ։ Մի րոպե, ես չեմ հասկանում, ի՞նչն է վաճառել, ատամնաբուժարանը։ Աչքերին նայում եմ, ու ինձ թվում է ինքս են իրավ խիղճն է վաճառել, խիղճը։ Լյութիկ ջան, որպես գործի մատ մի հատ հարց տամ։ Գոնե լավ գնով վաճառեցիր։ Չէ, մի փոքր էժան եմ տվել, բայց կարևորը պրծա էս տնից, պրծա։ Տնից։ Ոնց թե պրծար էս տնից։ Հենց տենց, պրծա էս տնից եւ վերջ։ Այս տուն ունի նոր սեփականատեր, իսկ դու ունես մի քանի օր ժամանակ քո փասափուսաները հավաքել ու հրաժեշտ տալ։ Goodbye։ Չհասկացա, բայց դու ում ես հարցրել, որ նման գործարք ես կատարել։ Իսկ ես ով ընդհանրապես հարցնում, սա իմ տունն է ու ես եմ որոշում ծախել, թե չծախել։ Հələ դու ինձ պիտի գոհ մնաս, որ աղջիկների խաթր ես թույլ եմ տվել, որ իրենց տատիկը այստեղ բնակվի ու դու այստեղ բնակվես, թե վաղուց ես ձեզ երկուսիդ էլ հասկացա։ Իսկ այս վերջի իրադարձություններից հետո, չգիտեմ, ջեկո, ջնջղուկ, այդ ում ես բերել։ Դրանից հետո ես ընդհանրապես որպես տղամարդ իրավունք չունեի քեզ ընդհանրապես ինչ-որ մի բանի մասին զգուշացնելու։ Ուղղակի պիտի թքած ունենայի քո վրա։ Սառը աղջիկ, էդ ինչ ջեկո է։ Քո կյանքում ուրիշ տղամարդ կա։ Մի րոպե, հա, մի հատ հանգստացեք։ Դուք ամեն ինչ շատ սխալ եք հասկացել։ Ջեկոն։ Դա Ջեք ջնջղուկն է։ Ինքը այսօր եկել էր մեր տուն ինձ մի քանի կարևոր ծառայություններ մատուցեց ու գնաց այդքան բան։ Աչքի սառան տաքություն ունի։
Ոչ, Սարան տաքություն չունի։ Սարան պարզապես ցանկություն ունի հենց հիմա սպանել այն մարդուն, ով փչացրեց իր ախորժակ ու տրամադրությունը։ Անտակտ։ Լավ իմացիր Լյութո։ Ես աղջիկներից քեզ հաստատ չեմ թողնի։ Ես պատրաստ եմ նույնիսկ դրսում քնել, բայց դու այլևս իրանց դեմքը չես տեսնի։ Հա, հետ քեզ թվում է։ Անտակտ։ Անշնոր։ Պատկապլուչնիկ։ Հիմար։ Ամբողնաշար։ Ցուցամոր։ Կայացած։ Տարօրինակ։ Չոբան։ Անդաստիրակ։ Կարթա, գիշերները թողես բառարանի մեջից ինչ որ տողեր փիլիսոփայություն ադի բլոգերշա վիդիցիլի։ Դե իհարկե, եթե իմ տղամարդը դու ես, ես գիշերը պետքա պարապ նստած բառարանը թերթեմ։ Չէ, այսօր հարմար չի, որովհետև տանը չեմ, բայց կանք մի ուրիշ օր պլանավորենք։ Լավ։ Ու այդ ով էր։ Նոյն էր, ասում եմ մեր տան մոտ է, ուզում է ինչ-որ մի բանի մասին խոսա։ Նոյը քեզ ինչի է զանգում, ինչի է քո հետ ուզում զրուցի, ու ինչի մասին է ուզում քո հետ զրուցի։ Ես ինչ իմանամ, համ էլ չեմ հասկանում, այս ինչ հարցեր են։ Այս հարցերը նրա համար են, որտեվ 3-1, այսօր 2, իսկ դու հեռախոսիդ համարը տալիս ես Նոյին։ Այդ ով է այդ Նոյը վաբշե։ Ինչի է ինքը գալիս ձեր տուն։ Ինչի է քեզ կանչում դուրս զրուցելու։ Հոպա, պապիկ, ես դու ես։ Պապիկը ստե ինչ կապ ունի։ Որտե մենակ պապիկն ասես բիձա բաներ ասում։ Հաստատ։ Ամենացուսը կես ձեր հանվեսը չունան։ Իսկ դու խոսա էլա։ Դե նա մեդ ոնց տենց ստացվեց։ Նոյը զանգում է, հրավիրում է, զրուցում է, ուզում է։ Իդ ոնց է տենց լնում։ Քեզ ինչ։ Ա, տենց։ Հա, հենց տենց։ Ու գիտես իզուր քո հրավերքը ընդունեցին, եթե իմանայի, որ քեզ սենց ես սպայելու, ոչ էլ կգայի։ Էլ սպասի։ Չկարեց հենց սպա։ Ինչը։ Խանդը։ Ոնց։ Դու մեր Էլային խանդում ես։ Դե արդեն հասկացա, որ Այլանին դուրը գալիս է։ Պահո, ես եկա թեմայի ախպերս։ Դու մենակ չես, դու մենակ չես, դու մենակ չես։ Երջո ջան, կներես, էլի որ այս ճաշկերույթը ես լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, բայց տեսար ինչ եղավ։ Ոչինչ Կուկու ջան, հեչ մի նեղվի։ Իմ հետ չի պատահում։ Մերսի հասկացողս։ Չես պատկերացնի, թե ինչ ճիշտ ժամանակին ես հայտնվել իմ կյանքում։ Ինչի Կուկու ջան, սիրտդ սիրո կարիքում է։ Չէ, պարզապես մի քանի օրից Անտուն էի մնալու ու դուրսն էի մնալու, եթե դու չլինեիր։ Քանի ես կամ Կուկու ջան, դու ոնց կարաս դրսում մնաս։ Դե ես էլ էդ եմ ասում, վստահ եմ, որ իմ ու Արշոյիս համար քո ապարանքներում տեղ կգտնվի։ Անկասկած, Կուկու ջան։ Լսի Երջո, քո տունը մեծ է։ Բա ոնց։ Երկու արգանի անտիր շենք է, ամեն հարգում է 4 սենյակ։ Հիանալի է։ Հա, բայց այդքան ով է մաքրում։ Հարցներ ես։ Այդ տղա աղջիկ, բայց լավ էլ հումոր ունես։ Լսի, բա այգիդ ոնց է, ծաղկանոց բան ունես։ Բա ոնց Կուկու ջան։ 2040-ի հող ունեմ, 200 ծառ ունեմ պտղատու, այգին է որ տենաս կգժվես։ Ես արդեն գժվում եմ քո համար աղջուկս։ Բա որը թե շնչես, ուղղակի հրաշքա։ Բահա, որը տենց ես ասում, ուրեմն քո տունը օվկիանոսի ափինա, չէ, աղջուկս։ Հա Կուկու ջան։ Մարալիկում է։ Ոնց մարալիկում է։ Բայց տղա, ես քեզ Ամերիկայի տների համար եմ ասում, դու մարալիկ ես խաղցնում։ Հա, բա տենց ասա, Կուկու ջան։ Տատի։ Ջանի։ Կորոնք տուն գնանք, հոգնեցի։ Ոյ, ցավդ տանեմ, իհարկե կարան գնանք։ Հիմա էլ համ քո պապան, մաման իրար այդ պատերազմ ուտելը կվերջացրած կլինեն։ Գնանք։ Ես ձեզ կճանապարհեմ։ Բա ինչ պիտի անես։ Բայց իմացի, որ տան թեման ակտուալ է։ Ունես որ պատրաստ եղի, որ ես ու Արշոս քո տուն պիտի տեղափոխվենք։ Տեղա։
Էլա սպասի, խիեր քեզ նենց պահում։ Չտեսար ինչեր այդտեղ կատարում, ինչ պետք է անեին։ Հա կարող է մի քիչ անտակ դեր, բայց երևի խանդում է։ Լավ էլի բել։ Էլա Ռաֆեն քեզ դուր է գալի, չէ։ Հա ինչ որ խանդում էր նշանակում է պետք է այնց անտակտ իմ հետ խոսա։ Իմ կարծիքով իր ասացի մեջ ոչ մի անտակտ բան չկար։ Էդ ինչ էր, նոյոխիա քեզ զանգում, նոյոխիա քոտուն եկել, ես իրան թողել եմ, որ ինքն իմ գործերի մեջ խառնվում է։ Էլա ազնիվ խոսք, նենց մեծ բան է սարքում։ Տղայա մի բան ասեց, վաղը ամաչել ես քո արածի համար։ Էդ էլ հարց է, թե ես կուզենամ վաղերը այդ շփվեմ, դե չէ։ Ես էլ հավատացի։ Ես կարող եմ Ռաֆին հավանում եմ, բայց ես թույլ չեմ տա, որ ինքը իմ վրա իշխի։ Այլ այսօր հասար։ Տղայա մի բան ասեց, ու այդ ամեն ինչ ասեց, որտեվ սիրահարված է քո վրա։ Լավ։ Իմ հետ գալիս ես, դե Ալեքսին ես սպասում։ Չէ, քեզ մենակ չեմ թողի։ Հեսա Ալեքսին կզանգեմ, կասեմ, որ քո հետ եմ գալիս։ Դե զանգի։ Դե ջիջիրի հովանավորներն են։ Մենք սիրում ենք ճանապարհորդել, սիրում ենք բացահայտել նորը, ստանալ անմոռանալի էմոցիաներ։ Իսկ այդ հարցում մեզ օգնում է One Day Voyage-ը, ում հետ միասին շրջել ենք ողջ Կալիֆոռնիան։ onedayvoyage.com այցելիր ու ծանոթացիր։ One Day Voyage, վճարիր հիշողություններիդ համար։ mxmotors.com Բրատ, լավ սպարտիվկա չկա ուղարկես աղբորը։ Ասում ես քուրիկիդ ինչ ես ուղարկելու։ Ասիր մի շաբաթից ուղարկես, հար վրազ ուղարկի ապիր։ Ում ասես ինչ ասես ուղարկել ես աղբեր, մի բան էլ ինձ ուղարկի։ Ես Արնոն եմ, ուղարկողը։ Նրանք է Ship to Arm վերնափոխադրման ընկերություն։ Դու առ, մենք վրազ կհասցնենք տեղ, օդով ջրով թե ցամաքով։ Այդ ինչ ես նայում։ Չգիտեմ։ Նայում ես ու չգիտես ինչ ես նայում։ Չէ, որովհետև ոչ իմ մտքերը ստեղ են, ոչ էլ էս կոմպի մոտ։ Հետաքրքիր է, բայց քո սիրուն մտքերը ուր են հասել։ Հայաստան։ Տատի, ես հոգով, սրտով Հայաստանում եմ։ Տատի, ասա Արշուջան։ Որի թռնենք Հայաստան։ Հիմա։ Չէ, երբ որ տոմսերը վերցնենք։ Բալես, ախր ես փող չունեմ։ Այդքան փող չունեմ, որ տոմս առնեմ։ Համեն հերնումերը չեն թողնի։ Հերնումերս շատ էլ ուրախ կլինեմ, որ մենք Հայաստան գնանք իրանց այդ պրոբլեմների մեջ։ Դրա համար արի գնամ։ Բալես, ախր ես չեմ կարող։ Ինչի, տատի, ինչ ես սիրում։ Ոնց չեմ սիրում։ Ուղղակի այստեղ ես ավելի երջանիկ եմ, քան Հայաստանում էի։ Համել այստեղ ես իմ կյանքի ամենամեծ սիրուն եմ հանդիպել։ Երջանիկից։ Լավ էլի տատի, ուրեմն այդ բիձեն ավելի կարևոր է ինձանից։ Ինչ ես ասում, հարցը կարևորը չի, ինձ համար ամենակարևորը դու ես, բայց երջանիկս էլ է կարևոր, ախր ես ոնց թողեմ այս տարիքից գտած իմ մեծ երջանկությունը ու գնամ Հայաստան։ Հասկացաք ես, թող գնա, ես իմ կոմպը նայեմ։ Բալ, ես նեղացա։ Չէ, ուղղակի ուզում եմ կինո նայեմ, խանգարում ես գնա։ Լավ, բալ, ոնց ասես, բարի գիշեր։ Էլ Ես քեզ ներսը կսպասեմ։ Էլ ես երեք մի քիչ կոպիտ արձագանքեցի։ Հա, նկատեցի։ Չգիտեմ ինչի տենց արեցի։ Ավելի ճիշտ գիտեմ։ Ռաֆի ինձ չի հետաքրքրում, ինչ ես դու իմ ազգում, ինձ ուղղակի կարևորը որ ապագայում դերձման չանես։ Չէ, հանգիստ տեղը չի։ Երևի։ Ռաֆի, հիմա ներողություն ես խնդրում, բայց ասում ես կարող է լինի բանը անես։ Էլ ասում եմ այդ ամեն ինչը անկախ իմ կամքից է ստացվում։ Ես չեմ կարող հանդուրժեմ, երբ որ այդ նոյը կողքերդ պտտվում է։ Բայց Ռաֆի, մենք ուղղակի դասընկերներ ենք, ոնց որ ես ու նոյը, ոչ մի ավել բան։ Մի ասա էլի տենց։ Բա ինչ ասեմ, դա իրականությունը։
Մենք չենք կարող ուղղակի դասընկերներ լինենք։ Բա ինչ ես ուզում։ Էլ դու իմ դուրը գալիս ես։ Ռաֆի, վելան սպասում է, պետք է գնամ։ Ստելա, էսի եգիպտական բուրգեր սարքել։ Մեր պարագայում Ամերիկանում հայկական է։ Էդ որն է։ Այն որ Ամերիկայից արտագաղթելու է Հայաստան։ Մի րոպե, Ստելա, ես բան չեմ հասկանում, թե դու ինչ ես խոսում։ Զարմանալի չի։ Ստելա։ Դելա բացատրեմ, այս սող շորերը տանել եմ իմ պատի ընկերուհիներին։ Մի րոպե, աղջիկ ջան, դու հասկանում ես տեղ ինչքան շոր կա, այս ամբողջ շորերով դու մի ամբողջ բակ կհագցնես։ Ասենք մեր թաղի երեխեքին, մամ, դեմես։ Ստելա, մի րոպե, բայց քեզ ինչ որ շոր մնացել է, դու հասկանում ես, որ այստեղ ինչ բրենդային շորեր կան։ Ոչինչ, պապան էլի կառնի։ Պապա։ Վստահ ես, որ պապան կառնի։ Լավ, չնայած եթե ասում ես, որ պապան կառնի, ուրեմն մի քանի շորել դիր ես կգնամ հեսա քո համար արկղ կբերեմ։ Դե գնա մի հատ մեծ արկղ բեր, որ փայտից լինի, որ մեջը հերիք եմ։ Մի րոպե, բան չհասկացա։ Վայ, նկատի ունեմ այս սաղ շորերը, որ մեջը դնեմ։ Հասկացա, դե ես հիմա գնում եմ քո համար մի հատ հարմար ու մեծ արկղ բերեմ, դու էլ դասավորի պես այնտեղ ինչ ավել շորեր կա, բերդիր միջև ես կա։ Լավ։ Բարև նոյ։ Վայ բարև Էլա ջան։ Սա ինձ համար է։ Հա, քոնն են։ Մեր բակի ծաղիկներն են։ Դες մաման աճեցնում է, ես էլ թաքուն քաղել վերել եմ։ Ասում եք կողի սուպերմարկետի $3 ծաղիկները չեն։ Չէ նոյ ջան, շատ սիրուն է։ Ուղղակի պետք չէր նեղություն քաշել։ Վայ Էլա ջան, իմ համար вообще նեղություն չի։ Ինձ հաճելի է ու ավելի հաճելի կլիներ, երբ որ ծաղիկները լինեն քո մոտ։ Ախր այս քնձռոտ ծաղիկները էլա ինչ են սազում, ես։ Լավ, մերսի շատ։ Լսում եմ քեզ իմ դիցուհի։ Բարև, իմ ուշացած, բայց գտնված սեր։ Ոնց ես զգում առանց քո կուկու։ Ձանձրալի ու դատարկ։ Սպասում եմ ես յաշիկները դասավորեմ, վերջացնեմ, որ գամ հանդիպեմ իմ հրաշքին։ Չհասկացա։ Ինչ յաշիկ։ Ճիշտ ասած, կուկու ջան, նոր բիզնես եմ մտածել։ Որոշել եմ Հայաստանից գինիներ ներմուծել Ամերիկայում վաճառելու համար։ Պարկած եմ դիվանին ու երազում եմ այդ յաշիկները ոնց եմ դասավորելու։ Ես քո փողաբեր։ Մտքին մեռնեմ։ Հա, յաշիկների հետ դու գործ չունես։ Դրանք բանվորները կանեն։ Դու մենակ ներկրի։ Դրանց հետ գործ չունես, մնացածը բանվորները իրան կանեն։ Ոնց ասես իմ հոգատար։ Հա, քաղցրս։ Հայդե, կոնկերոշն ասա, բեռների տեղափոխման ծառայությունից թող մի քանի մարդ ուղարկի կան այդ արկղը տանեն։ Հա, մեկ էլ են ասեմ, դա բարեգործականն է, այնպես որ այդ բոլոր ծախսերը թող իրանց վրա վերցնեն, չեն մեռնի։ Հա, կուկու ջան, անպայման։ Էս ինչ համապարփակ կեղտին է չես ընկել, Երջո ջան։ Էլայց հեռու մնա։ Ոնց ասես։ Ես քեզ լուրջ եմ ասում։ Իսկ ես անլուրջ։ Դու ինչ գործ ունես вообще Էլայի հետ։ Ես էլ ես լուրջ ասում։ Հələ փորձի ճշտես։ Լսի, ես քո հետ ոչ ճշտելու ոչ է խոսալու բան չունեմ։ Էլան եթե ինձ ինչ-որ բան ունենա ասելու, կգա ու անձամբ կասի։ Միակ բանը որ ասել էր դա շնորհակալությունն է։ Մնացած արդեն քո խնդրեմն է։ Իմ խնդրեմը դու ես, դու։ Հոփել քեզով թողեց որ գնաս։ Էնկոմ քաշվի, Ռաֆի։ Դու ոնց որ լավ չես յոգում, հա։ Դու լավ չես հասկանում, արա։
Դե Ջիջիլի հովանավորներն են։ Նա միշտ նոր փոճաշակով է։ Նրա տեսքը տալիս է ինձ վստահություն։ Երբ նա շփվում է, գիտեմ, ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Այո, նրա գեղեցկությունը ուժ է։ Շնորհակալություն Beauty Fabric-ին կնոջս գեղեցկություն ընդգծելու համար։ Beauty Fabric։ Art modern design-ին դատի եմ տալու։ Ես ինչ կահույք եք պատրաստել։ Ես ձեզ սրա համար չեմ ներելու։ Ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Կինը սիրարվել է ձեր պատրաստած խոհանոցի կահույքի վրա եւ ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս։ Art modern design, այո, մեր սարքած կահույքին սիրահարվում են։ Կարինա, սուտեմ քեզ։ Ես էլ։ Ինձ։ Չէ, Կարինաս։ Կարինաս Բեքերի ամենահամովանունը երբևէ։ Ես իրոք հետ պայմանավորվել եմ եւ արդեն վճարել եմ, որ այսօրվանից ապրեմ այս տանը։ Ոնց ես քաշո։ Ստերի ո՞ց ես հայտնվել Արտլի մեջ։ Դու ես բերել, որ թռնեմ գնամ Հայաստան։ Դե Ջիջիլ